այստեղ հավաքված են եղել ու չեն թողել մենք մուտք գործենք ներս։ Այսինքն ոստիկանության Ոստիկանությունից կա, բայց ոչ մի պատասխան Ստեղից են հիմա ոստիկանները տենում են մեզի հավաքված են այն կողմ հավաքված։ Այսինքն տարածքը ոստիկանության կողմից հսկվում է, որ աշխատակիցները փող տարածքը չանեն։ չի հսկվում ոստիկանության կողմից, բայց ոստիկանները հիմա ներկա են տենում են, որ մենք ակցիաներ ենք ուզում իրականացնենք, դրա համար հավաքվել են, մենք էլ իրենց ասել ենք, մենք ուզում ենք խաղ ակցիաներ անենք, որպեսզի բացվի մեր աշխատատեղերը։ Փոխանցել ենք իրանց էլ ասել ենք, մենք ուզում ենք, որ քննչական մարմնից գան, ով կնքելա, գան մեզի պատասխան ասենք, որ մենք հստակ իմանանք մեր անելիքները։ Եթե չէ, մենք ունենք լիքը բան անենք։ Խաղաղակցաների շրջանակներում լիքը բաներ կարանք անենք, բայց թող բանը դրան չհասնի։ Պարզապես պետք է աշխատանք Ու թորը արձագանք չկա փաստացի։ Այդ որտեղից որ եկել են կնքել են, մոտիկանանք այդ քնիչը իշնի ով որ կնքելա, իշնի մեզի մի հատ պատասխան ասի։ Ինչ են արել, ինչ պետք է անեն, ինչքան սպասենք, չսպասենք։ Մարդիկ կան, որ տարիքով մեծ են, իրանք չեն կարողանալու ուշտեղ աշխատանք ճարեն աստած, 30 տարի այստեղ աշխատում են։ Հիմա չգիտենք ոնց անելու մեր հետագա քայլերը։ Իսկ այդ օրը որ կապանակնքում էին, կային գործանում աշխատողներ։ Չէ, դեռ չկան, որտեղ առօր 7-ից տենց շուտ են եկել, միայն անվտանգության աշխատակիցներն են ստեղ։ Այսինքն մարդիկ մինչև եկան աշխատանքի վայր արդեն գործանը փակ վիճակում էր։ Այն ժամին եղի, երբ որ Գագիկ Ծառուկյանի տան վրա արդեն իրանք ներխուժել են ու բոլոր գործարանները մտել են 7-ին 7-ից 10 Նույն ժամին բոլոր տեղերը, որտեղ որ մենք տեղակ ենք, որտեղ որ մենք ծանոթներ ենք ելնել, բոլոր տեղերը նույն ժամին 7-ից առավոտյան ոստիկանական խմբերով մուտք են գործել եւ Անցու 6-ին աշխատողները եկել են գործի, որ գան իրանց բերիվով իրանց շորը, որ մտնեն աշխատանքի, մուտքը փակել են, չեն թողել, սաղին հետ են ուղարկել։ Ու մինչև հիմա այտենց էս 8-րդ օրն է։ Ու այտենց անոնց վիճակը ոչ մեկ գիտենք, որ այս ամեն ինչը կապված է քաղաքականության հետ, որովհետեւ մեր գործարանում մի որոշ ժամանակ առաջ նորից ստուգողներ են եկել, բոլոր ամեն ինչ կոմպյուտերներն են նայել, մնացածներն են։ Եթե ինչ-որ խնդիր լիներ, այդ վաղտ կասեին, ոչ թե դրանից հետո մի 10 օր հետո, 15 օր հետո, նույն ժամին, նույն օրը բոլոր գործարանները փակվում է։ Սա ուղղակի քաղաքական հետապնդում է, որից որ տուժում ենք այսքան մեր ժողովուրդ, այո։ Իրանց խոսակցությունների, իրար ընդհարումների պատճառով ժողովուրդն է տուժում։ Ու եկուս մի սա բանկերի, որ այդ մուծումները չեղավ, մի ժամ ուշացնում ես, մի անգամից սկսում են սև ցուցակ։ Ինչով ապրեն այդ ժողովուրդը, ինչով տանեն փակել։ Արաբաղից, Արցախից տեղ անված մարդիկ կան, որ վարձով են եկել ապրում, այդ մարդիկ դրանով են ապրում։ Այս աշխատավարձով։ Հիմա կոմունալի ժամանակ է եկել, մուզման ժամանակ է եկել, երեխեքի ուտելը ամեն ինչն է ստեից է կախված։ Կարելի ասել, եթե ոչ 100%-ը, հաստատ 60-ից 70%-ը ստեից է կախված այս մեր բոլոր աշխատողների եկամուտը։